խոսաս։ Մտածում ես չեմ գտնելու քեզ արե, հա? Մտածում ես չեմ գտնելու, ոնց որ ուզում ես խոսաս, հա? Խոսաս, հանգիս, ասակ խոսաս։ Մեր ընկեր, գարայ! Խառն է կարա։ Սորելի չստացվում, հա։ Գիրակ։ Մեկը սաղ գիշեր արդուն ենք լինելու, ենքան ես միջազգով գետան կգանք սովացանալու ենք։ Կարող է կոֆե ուզես, գնամ բերեմ։ Արժի, գնա, ես մտնեմ մոտո տնա ոնց ա։ Ինչի հետևից ես ընկել, քնած կլնի, ձեն մի հանի։ Լավ, որ ասում ես գնա կոֆե բեր։ Լավ եմ, պրոստը կարող է աշխատողդ մի քիչ նեղվի։ Ոնց են ծեծել, արա, ոնց են ծեծել, ես ծերել։ Ինձ ոչ մեկ չի ծեծել, լև։ Բա ծեծելը ոնց է լինում, պարտադիր էր սաղ դեմքը տարունոտեին, լղկացնեին, որ հասկանայինք ծեծել են։ Ես պրոստը հանգարձակի եկա, թե չէ։ Արա, ես չեմ դրել է քեզ ամոթանք տալիս, որ վարկյանը մեկ արդարանում ես։ Ինձ համար անընդունելի է քո այս տեսքը։ Ներվային անում եմ, որ տեսնում եմ քեզ այսպես։ Ինձ համար էլ անընդունելի է, որ դրանց էլի ձեռքից բաց թողեցի։ Լավ, վсё, անցանք դա։ Ինչ լավ է, արդեն ես եմ ուզում դրանց գտնեմ։ Հələ մենակ ինձ ճիշտն ասա։ Ինձ հավատում ես, թե չէ։ Արա, ես հավատալուց կամ չհավատալուց բառ եմ ասել։ Շատ անհավանական է այն, ինչ կատարվում է ինձ հետ։ Այն, ինչ քեզ հետ կատարվում է, ամեն մի բան կապված է ուղղակիորեն ինձ հետ։ Ճիշտ է, ես հիմա անուններ չեմ տա, բայց… Անունը մեկը կարա լինի։ Բայց ես անգամ չեմ ուզում անուն տալ, որովհետև էլի առանց ապացույցա լինելու, էլի առանց վկա։ Ալիկը էստեղ էր։ Եկել էր տոնելու ինձ հետ իր հաղթանակը, իր դատարանում տարած հաղթանակը։ Ես պրոստը չջոգի դրանք որտեղից հայտնվեցին։ Բայց ինչ կա չհասկանալու։ Հետևել են մարդիկ, այդքան բան։ Ու ինչ, հիմա պետք է ես հույսս կտրեմ, որ մեկ էլ կարող է տենամ այդ տղուն։ Իսկ այդ դրան տանողներն ովքեր էին։ Տեսար, այսինքն թե մթության մեջ կարողա չնկատեցիր։ Ինչա ուզում ես ասես,
Դրանց մեջ ալիքի աշխատողներից մարդ կար, թե չկար։ Լավ է, որ քեզ բառից հասկանում ես ինձ։ Չէ, Լև, չկային։ Ես դրանց վաբշե չէի տեսել, լրիվ անծանոթ էին։ Պարզ է։ Ուզում եմ այսօր մնաս այստեղ։ Բան չկա։ Որ ուզենային վերացնեին, վերացրած կլինեին։ Ընդհանրապես կլինի, որ մի անգամ ես մի բան ասեմ ու դու ինձ չհակաճառես։ Կլինի թե չէ։ Ուզում եմ, որ մնաս այստեղ։ Ու դեմքիդ է տարունն էլ մակրի կամ մի հատ լեկոպլաստիր բան չկա կպցրա։ Նայում եմ ներվային անում եմ այդպես։ Խնդրում եմ, էլի թողեք մտնեմ մոտը։ Այն մի անգամ ընդառաջեցինք։ Այս մի անգամ էլ ընդառաջեք, աղաչում եմ։ Չեք կարող, մենք խնդիրների առաջ կկանգնենք։ Դուք չեք հասկանում, որ ես պիտի իրան տեսնեմ։ Ախր ձեր թույլ տալուց շատ բան ա կախված։ Հիմա ուժամա, ինքը քնած է։ Գնացեք վաղը կգաք։ Վաղը թողենք կմտնենք մոտը։ Վաղը կարող է արդեն ուշ լինի։ Մենք փորձում ենք ձեր հետ համբերատար լինել, բայց դուք արդեն չարաշահում եք։ Ինձ համար հիմա կյանքի ու մահու խնդիր է խորենի մոտ մտնելը, չեք հասկանում։ Սխալը մերն էր, որ մենք երեք թողեցինք դուք մտաք։ Թողեցիք, ես էլ շնորհակալ եղա։ Մի անգամ էլ թողեք, էլի։ Վաղը կգաք։ Պետք չի։ Ոչ կգամ, ոչ էլ կխնդրեմ։ Բայց ես բթացրել էի, ավելի ճիշտ ինձ բթացրել էի և շարունակում էի իրան խեղտել, ու գիտես ոնց էի խեղտում, ոնց որ կենթանու խեղտել էի սևան էլ լճում։ Դես ոնց են արացորին մարդում։ Մակեր։ Գնել ես ադան է, բայց ոչ իմա։ Որտեղ սկսվում է մուրախությունը և որտեղ վերջանում։ Սա ուրախություն չի, սա ողբերգություն է ավարտում։ Դու ես կոնկրետ պատասխան ուզես քեզ հետ ամուսնանալ, թե չէ։ Ջեմուչում արեց, բայց մտքին կա երևի։ Ինձ ասա կոնկրետ ինչ պատասխան տվեց։ Ասեց հա, թե ասեց չէ։ Ասեց չէ, բայց… Չէից հետո։ Բայցը ո՞րն է։ Մի քիչ կասկածանքով է տրամադրված։ Դե այսինքն չի հավատում մեզ։ Բայց ժամանակի հարց է, որ մի քիչ ճիշտ մոտեցում ցույց տամ կանցնի։ Վստահ ես։ Ես մի բանում եմ վստահ, Էրջան։ Անին ինձ սիրում է։ Լոչը սիրեր։ Դու սենց սիմպաթիչնի տղուն։ Ով չի սիրի։ Դե հիմա եթե ուզում քո հետ խոսայի էլի։ Ասում եմ արժի ամուսնանալ, որ բաբջան։ Այսինքն։ Դե ես պրոստը ուզում եմ հասկանամ, դու ուզում ես ես ամուսնանամ անի հետ մտածելով, որ ինքը ինձ ձայնագրել է ու կարա շանտաժանի։ Չի կարա։ Ու ոնց չի կարա։ Ես այդ հարցի լուծումը տվել եմ ու իրան ջամփել եմ։ Ինքը չի կարա քեզ շանտաժանի։ Կասես ոնց բապ։ Գլուխդ մի ծանրաբեռն է, հա։ Ինչ ասում եմ դրանով զբաղվի։ Դուրս ա գալիս, փաստացի մենք վախենալու բան չունենք անից։ Չէ, չունենք։ Թող ինքը մեզնից վախենա։ Եթե տենց է… Ինչի եմ սենց վրազ ամուսնանում։ Որովհետև դու սիրում ես այդ աղջիկը։ Բայց… Ով ասեց բապ։ Չես սիրում։
Եսին չէ։ Մտածում ես ասեցիր չէ։ Հենա ասելու եմ մի ամուսնացի, հա։ Պապ ջան, գիտես ոնց, եթե պետք է ամուսնանամ, կամուսնանամ։ Պրոստը մտածում եմ, եթե կարամ չամուսնանամ։ Ամուսնացի։ Կարամ իմանամ ինչի ես այդքան շատ ուզում, որ ես ամուսնանամ։ Որովհետև ինձ այդպես է պետք։ Ես սենց մտածում, ուզում եմ հասկանամ, ոնց միջև չեմ կարող հասկանալ, այդտեղ փողային գործ արկել ոնց որ թե չի կարա լինի, կամ ինչ-որ տենց մի բան։ Կարաս մեկնաբանություններ չանես, ուղղակի ասածս անես։ Դու գիտես, պապա ջան, ես քո ամեն ասածն էլ անում եմ, սուսուփուս, դու ոնց ուզես, ես տենց էլ անում եմ։ Եթե այդ աղջիկը քեզ հետ չամուսնանա, շատ ամոթ բան կլինի։ Ամոթ ում համար։ Քեզ համար, բալիկ ջան։ Ուրեմն դու ինչքան անջալ ու անհույս պետք է ունես, որ այդ սովածին չի կարողանաս գցես գրպանդ։ Որ ուզում ես ճիշտը ասեմ, պապ, անի հետ ամեն ինչ լավ է, ու կասեմ ավելին շուտվանից։ Պրոստը ես սենց մտածմունքների մեջ եմ էլի հեր ջան, սենց անընդհատ մտածում եմ, չեմ ուզում իմ հարցում սխալված լինեմ, հասկանում ես, պապ ջան։ Ես քեզ շատ լավ գիտեմ։ Ու հիմա էլ պարզից պարզ տեսնում եմ, որ այդ աղջկա հետ ամուսնանալով դու քո ցանկությունն ես կատարում, ոչ թե իմը։ Այդպես մի նայի, ու այդքան երկար բարակ մի քցի բռնի։ Դավայ, գնացինք քնելու։ Խապուսիկ ես կյանքում ամեն բան, իսկ ինքը կյանքը միայն մի անկրկնելի բան ունի իր մեջ, դա մարդու ծնունդն է, սերնդի շարունակությունը, թե չէ ընդհանուր առմամբ կյանքն անիմաստ մի ժամանակահատված է, որը մարդիկ գունավոր են դարձնում, բայց ինձ չհաջողվեց մտնել այդ գույների մեջ, գտնել իմ գույնն ու ներկել կյանքս։ Մի տեսական գույն ապրեցի, մի տեսակ չգնահատեցի կյանքը, կարող է և դրա համար կյանքից ապտակներ ստացա, կյանքն ինձնից վերցրեց այն, ինչ տվել էր։ Երազանքս էր քեզ ինձնից գողացող իմ պատժելը, գոռս։ Գոռս ու չի, որ մարդիկ ասում են երազանքներն են կյանքի հետաքրքրություն ու իմաստ տալիս։ Այո, երազանքները, իսկ երբ դրանք իրականանում են, արդեն ապրելը չի գալիս։ Ալո։ Դե լավ այլի, մերսի, որ բարեհաճեցիր պատասխանել։ Ասեք պապա չէր մտածում, որ ամբողջ գիշեր ես կարող եմ չքնել։ Ինչի չէր պատասխանում։ Ես իմ։ Պապա կարող է դու ինձ գժվացնում ես։ Ամբողջ գիշեր մղձավանջի մեջ եմ եղել։ Ու հիմա դու ինձ այդ մի բառը մենակ գտար ասելու։ Վալես ինձպես վատ հորից լավ բան մի սպասի։ Ուր ես, պապա։ Այնտեղ, որտեղ խաղաղ է ու հանգիստ, որտեղ արևն է ջերմացնում։ Որտեղ ինչ։ Շարունակի էլի։ Ավելի շուտ խոսանեց, որ բան հասկանամ։ Բալես քեզ պետք չի ինչ-որ բան հասկանալ։ Դու պետք է երջանիկ ապրես։ Այս կյանքը դու պետք է վայելես ու ինձ նվեր անես դրանով։ Պապա դու շատ խորհրդավոր ես խոսում, ու ես բան չեմ հասկանում։ Դա որ խնդրում եմ, ինձ ասա, թե դու որտեղ ես տուսացրել։ Ինչի զանգերից չէր պատասխանում։ Ու ինչի հիմա տուն չես գալիս։ Իսկ որն է իմ տունը։ Ես արդեն գժվում եմ, հա։ Ինչ է քեզ եղել։ Կարող է դու հիշողության կորուստ ունես։ Շատ կուզեի աղջիկ ջան։ Հիշողություն չունենալով երջանկություն կունենայի։ Բայց ավա։ Եթե ինձ մի փոքր սիրում ու հարգում ես, մի ստիպիր, որ տանջվեմ։
ասա որտեղ ես պապ։ Որտեղ էլ որ լինեմ, ես քեզ շատ կսիրեմ, իմ աղջիկ։ Իմ բալա, իմ հրեշտակ, իմ պահապան հրեշտակ։ Տեղը տասա, պապա։ Բալես են ինչ չկարողացա ես վերցնել ես կյանքից։ Դու վերցրա։ Են ինչ եղբայրդ չկարողացավ վերցնել ես կյանքից։ Դու վերցրա ու վայել ես կյանքը։ Պապ։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ոնց է իրան պահել, աղմուկ չի բարդացել գիշերը։ Լավ հանգիստ է եղել։ Այս քանի օրվա մեջ առաջի գիշերն էր, որ սենց անաղմուկ լուսացրել է։ Տեսնենք։ Չհասկացա։ Ուրա, կարող է եկել են տարել են ստուգման։ Չէ։ Ինձով բացատրություն կտա։ Ամոշկա, նկարս լայքել է։ Դու լրիվ հոգեկան հիվանդ ես, լավա չասեցիր իգլեսիասն լայք է։ Լսի կարաս միրգդ ուտես ու սուս մնաս։ Ուտում եմ ու քեզ էլ խորհուրդ կտամ ուտես, ուղեղի աշխատանքի համար օգտակար է։ Իմ ուղեղը առանց այդ մրգել շատ լավ աշխատում է, հա։ Չէի ասիմ։ Իսկ ինձ պետք չի որ դու ասես ու ինձ գնահատականներ տաս։ Ինչ որ։ Վայ, բայց դու ինչ շահամոլ ես, Կարմեն։ Երեք երբ պետք է, երբ շահ ունեիր, լավն է, մոնիս կյանքս, այսօր պետք չի որ գնահատականներ տամ։ Լավ, մեծ բան չես արել, ընդամենը մի ժամ երեխա ես պահել։ Կարայի չէ տանեի մամային սենյակ։ Տանեի, ինչ պիտի ինձ անեին, կախեին թե վառեին։ Երկուսից մեկը հաստատ կանեին, որ իմանային այդ ժամին գնում ես այդ հոգեկան հիվանդի հետ հանդիպման։ Որ ասում եմ ագրավ ես, այնքան նավսեցիր չտեսա խորենիս։ Դու իսկական գիժ ես, եթե խորենին չտեսնելը իմ հետ ես կապում։ Ինչ կարող է ասես, որ սիրահարված եմ։ Մի հատ էլ, սիրահարված չեմ։ Իհարկե սիրահարված։ Սիրահարված չեմ։ Ու իրար լավ գտել եք երկու գիժ, հազիվ էլ դու դրան սիրահարվեիր, յախք։ Եթե սիրահարված չլիներ ու ուղեղդ անջատակ չլիներ, գիշերով չէիր գնա հասնի ես իմ ուր, որ ինչ-որ հանցագործ գժի տեսնեիր։ Գնացել եմ մամա ու լավ եմ արել, ինձ այդպես էր պետք, ես տենց էի ուզում։ Սպասի հա, վրա մի տուր, քո ուզելը ոչ մի բան է։ Ես պիտի տեսնեի խորենին։ Ինչի, դու նրա հետ ինչ ընդհանուր բան ունես։ Շատ բան, մամա։ Շատից քիչն ասա իմանանք։ Էս էիր ուզում, կախարդ, հանգստացար։ Ոնց թե կախարդ, լսեցիր ինչ ասես է շիզոֆրենիկը ինձ։ Մի շիզոֆրենիկ էլ դու ես, որ իրան ձեռք մեկնեցիր, օգնեցիր, որ տանից գնա ու երեխան մենակ թողնի։ Դե հա, ճիշտ ես մամ ջան, ուղղակի այնքան խնդրեց է շահամոլը։ Ապրես, հաստատի մամայի ասածը։ Երեխուն թողել գնացել էի։ Ում ես սպասում։ Զանգից հետ այնքան ուրախացա, չես պատկերացնի։ Ոնց ասեմ սենց, հենց զանգեցիր, սենց ասեցի, աշխարհը իմն է, աշխարհը իմն է, աշխարհով մեկ եղանս։ Հա, բայց ինչի։ Ու ասեմ ավելին, ես զգում եմ, դու ինձ հենց նես չես կանչել հանդիպման։ Դու ճիշտ ես զգում։ Ու ինչ ունի ինձ ասելու իմ աղջիկը։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ես պատասխանի եմ սպասում։ Ինչ պատասխան։
Լուրջ ես ասում։ Աչքից դու ուզում ես ես իմ հարցը նորից տամ։ Պետք չի։ Պետքա։ Ես հիմա նորից կհարցնեմ քեզ։ Իմ աղջիկ, կամուստանաս իմ հետ։ Հա։ Հե՞։ Չես լսում։ Ասում եմ այո, կամուստանամ քո հետ։ Կամուստանաս։ Ես տենց էլ գիտեի։ Ուր, անի նստի։ Դու նորից խաբեցիր ինձ։ Նորից իմ զգացմունքների հետ խաղացիր։ Ու երևի մտադիր էլ չէիր իմ հետ ամուսնանալ, չէ՞։ Ով ասում է, ով ասում։ Ես եմ տեսնում։ Երեք եկել ծնկի էիր, իջել խնդրում էիր։ Այսօր դրական պատասխան տվեցի, արդեն զղջում ես։ Ով գիտի հոգու խորքում ծիծաղում ես իմ վրա։ Ասում ես նորից ստորացրի ես ապուշին, այսինքն ինձ։ Գիժը ես աղջիկը։ Լսի, ես քեզ սիրում եմ ու իմ ամուսնության առաջարկել շատ լուրջ էր, օրս արև։ Այսինքն ուզում ես իմ հետ ամուսնանաս։ Չէ, ես չեմ ուզում ամուսնանամ քո հետ։ Ես երազում եմ քո հետ ամուսնանալ։ Արամիկ, ես մեծ ու շքեղ հարսանիք եմ ուզում։ Հա? Հա, ինչի խնդիր է այդ քո համար։ Չէ, չէ։ Շատ շքեղ, շատ շքեղ։ Լավ, ես չեմ հասկանում, եթե դուք չգիտեք, թե ուր ատեղես, թե ինչ ա եղել, ես ումից տեղեկություն ստանամ, ով կարող է ինձ բացատրություն տալ, թե ինչ ա ստեղ տեղի ունեցել։ Ինձ համար եւս հանելուկ է ձեր տղայի անհետացումը։ Մենք ողջ գիշեր էստեղ ենք եղել եւ ոչ մեկին չենք թողել ներս մտնի։ Լավ, բա ինչ եղավ, ուր անհետացավ, հոդը սնդեց, թե ճանճեր դուրս թռավ։ Սա պետք է մի բացատրություն ունենա, մենք կգտնենք նրան, հնարավոր չէ։ Այո, գտեք, ու շատ արագ, որովհետև ներվերս արդեն չի դիմանում։ Մենք օրենքի հետև խնդիրներ կունենանք, եթե չհասկանանք ինչ է եղել։ Չէ, դուք նախ եւ առաջ ինձ հետ խնդիրներ կունենաք, որովհետև եթե չպարզեք ուրանա, թե ինչ ա ստեղ կատարվել, ես չգիտեմ ինչ կանեմ։ Բոլորին կխառնեմ իրար։ Լիքը մարդ ա դուրս թռնելու աշխատանքից։ Վայ, մի քիչ արագ արել։ Ուշոք, քանի ուշ չի, արի հետ գնանք էլի։ Լսի, ինչը ուշ չի, կոծիկ։ Դու խայտարակ ես։ Այդ բժիշկը որ հարցրեց խեք եկել, մեկ այն մարդուն ինչ եք ասել։ Աստված իմ, փրկի ինձ խնդրում եմ այս տխուց։ Ես ամբողջ ճանապարհին քեզ բացատրում եմ ինչի ենք եկել, հո չենք եկել ծննդատանը խաշ ուտենք, եկել ենք այն ինչի համար եկել ենք, ես իրենց կբացատրեմ, այն ինչ իրականում կա կոծիկ։ Ուշոք, այն ինչի համար դու ես տեղ եկել, դա աբսուրդ հասկանում ես, արի։ Լսի, ինչը աբսուրդ։ Կոծիկ աբսուրդը այն է, որ բժիշկների ասած ժամկետն անցել է ու այս երեխան հələ չի ծնվում, դու հասկանում ես։ Այն որ կծնվի, կարող է չծնվի։ Լսի, կարող է ինքը փոշմանի չծնվի, ստեղ գնա մանկապարտեզ, ինչ է սա կտրվում, հետո դպրոց, հետո ամուսնանա, երեխեք ունենա, ու տենց մեծ տիրություն անող չկնի կոծիկ։ Ուշոք, այս իրավիճակը ուղեղիդ վրա ազդել է, գիտես, արի գիտես ոնց անենք, արի անենք այնպես ոնց որ դու ես ուզում։ Դիմենք բժիշկին, այդ մարդը մեզ կօգնի, այդ երեխան կծնվի, ամեն դու չես վնասվի, դու հետ չի, կարևորը երեխան չվնասվի, ուշոք։ Կոծիկ շատ վատ եմ ես ինձ արդեն չեմ կարողանում խոսամ, գոնե մի բաժակ ջուր բերեիր ինձ։ Ուզում ես քեզ գրկեմ, գրկած տանեմ։ Վայ կոծիկ, այդ ժամանակ երեքս էլ Գնա, դավայ։ Լավ, պապ ջան, գալիս եմ։ Գոնե տենաս հիմա համոզվեց, որ այդ խորենը ուղղվող չի։ Չնայած իզուրել հորս մեղադրում եմ, այս վերջերս ես էլ էի դրան խղճում։
Մեղսունակ տղա է, էլի ինչ ասում է։ Ոչ չլուղվողը։ Հա, կյանքս։ Վլադ, չգիտեմ ինչ անեմ, խոճապի մեջ եմ։ Ինչի։ Լսի պապան գիշերը տուն չի եկել։ Բա ուր է։ Չգիտեմ, քիչ առաջ եմ հետը խոսել։ Դե բայց լավ է որ խոսել ես հետը, էլ ինչ ես խոճապի մեջ։ Ինձ թվում է պապայի կյանքը վտանգված է։ Ինչու է քեզ դաս թվում։ Որովհետև ես իրեն լավ եմ ճանաչում։ Ես իր ամեն մի խոսքն անգիր գիտեմ։ Մեռա հարցնելով թե ուր է, բայց բան չասեց, մինչև վերջ լռեց։ Հա ինչ ու հիմա տեղդ չես գտնում։ Հա ու ես կատաղում եմ, որ դու այդքան հանգիստ ես հիմա խոսում։ Դե հանգիստ եմ խոսում, որ դու էլ հանգստանաս։ Հիմա ես էլ կարամ քո նման խոճապահար խոսամ քո հետ, որովհետև խորենը չկա, անհետացել է։ Ոնց չկա։ Բայց ինքը հսկողության տակ չէր։ Հա բայց այդ իրան չի խանգարել, որ անհետանա ուղիղ հոգեբուժական կլինիկայից։ Ոստիկանների քթի տակից։ Համարյա նույն վիճակն է, բայց ես չեմ անհանգստանում, քո նման խոճապի չեմ մատնվում։ Դե հա երևի նույնն էլ ինձնից ես չի ակնկալում։ Բայց ես չեմ կարող գիտես հանգստություն պահպանել։ Լսի, բայց պիտի պահպանես, հասկանում ես, պիտի պահպանես։ Եթե կուզես կարամ պապայի մոտ չգնամ կամ քո մոտ։ Վլադ, ես մենակ ուզում եմ իմանամ, թե ուր է պապան։ Հա լավ, որ երեխա չի կորի, հանգստացի մի հատ։ Վախենում եմ կյանքին վերջ տա, Վլադ։ Այդ միտքը որտեղից գլուխդ մտավ։ Իր այդ խոսանուց զգացի։ Լավ, ասա ինչ անեմ, ոնց օգնեմ, որտեղից գտնեմ իրան, որ հանգստանաս։ Էսում թանկ աղբերն է եկել։ Չասես ես կասեմ։ Երեգոյից լավ չընդունեցիր։ Դրա համար ես եկել, սաղ շիրջի ես կարացեք կնես, ու առավոտ շուտ լույսը չբացված երել եկել ես, որ խատրս առնես։ Ցավը տան է, բայց դու մի բան իմացի, որ ում վրա էլ ես քեն քշեմ, քո վրա ես քեն չեմ պահի, աղբերս։ Ալիկ, երեք ինչի համար է եկել իմ տուն։ Ալիբի էր ստեղծում քեզ համար։ Չհասկացա ապեր։ Ինչ ես ասում։ Լավ էլ հասկացար։ Ու քեզնից լավ ասածս ոչ ոք չէր հասկանա։ Լսել եմ, եթե ինձ ինչ-որ բանում մեղադրում ես, ուրեմն այնպես պարզ ասա, որ ես էլ հասկանամ ինչ ա եղել։ Գիշերը Ժանոյի վրա են հարձակվել։ Հետ չլինի ինձ ես կասկածի տակ առել։ Կասկածը որն է, դու ես արել։ Ես ինչի պիտի դա անեի, կարաս ասես մի հատ, հա? Իրել հիմա։ Թո իմ ազատությունը վայելելու փոխարեն պիտի լինեի քո տղու հետևից, ինչի, իրան վերացնելու, որ ինչ։ Ինչ, մեր մեջ անհարթություններ կան դրա համար, հա, կարաս ասես մի հատ նպատակը որն է։ Ես ինչ նոր բան էր։ Նոր բան չի, արդեն սատկացրել ես դրան։ Ես երևի մտափոխվեմ ու քո լակոտին սատկացնեմ, գիտես։ Տղոս մասին է խոսքը, հանգստացի Ալիկ։ Ես չեմ կարա կուլ տամ իմ դեմ արվող մեղադրանքները ու չեմ կարա կուլ տամ, թե ոնց է աղբերս ինձ սևացնում։ Հա, ես իդեալական չեմ, բայց այդքան էլ ընկած չեմ, ինչքան դու ես կարծում ապեր։ Դուք չես անում, հա, խոստովանես, որ դու ես եղել։ Լավ։ Աստորեն դուք չես անում ասել, որ քո հրամանով են այդ լակոտին տարել ու ձեռի հետ էլ Ժանոյի երեսը ներկել։ Աչքն էլ հանել են, հաստում է իրան։ Ու տես մի նայ ապեր, քո այցը ինձ համար խիստ վիրավորական, դու պիտի չանեիր այդ բանը։ Դու լավ խաղալ գիտես Ալիկ ու… Հա, հարկ եղած դեպքում լավ էլ խաղում եմ, բայց ոչ այսօր, ոչ հիմա ու ոչ էլ երեկ, որ եկել էի դուռդ, քո հետ իմ ուրախությունը կիսելու։ Ու ասեմ հետևյալը, ես հիմա քեզնից շատ եմ ուզում գտնել մարդուն, ով կանգնած այս ամենի հետևում։ Կարող ես հանգիստ նստել քո տեղը, ես կգտնեմ դրան։ Հա, կգտնես, ու կյանքում առաջի անգամ ամոթով կնայես աչքերիս մեջ։ Միշտ ապիր։ Ինչի՞։ Էլի բանն ես ինձ ասելու։ Իմ ասելիքը մեկն աղջիկ ջան, մեկը խելքդ գլուխդ հավաքի։ Դա, ձեր բոլորի խելքը տեղն է, իմն էլ կորել է, մանեք գալիս չեք գտնում։
Դե դա գաղտնիք չի, որ դու խելք չունես։ Խելք ունեցող մարդը գիշերվա 1000-ին չեր գնա եսիմ ուր, այսինքն եսիմ ուր չէ։ Դատահոգեբուժական կլինիկա, որ հիվանդ տեսներ։ Ուրեմն լսի մամա։ Ինքը մենակ ձեր համար է հիվանդ։ Ինձ համար նորմալ առողջ մարդ է։ Ու ինքը միակ մարդն է, ով ինձ հասկանում է։ Դե հա, գիժը գժին կհասկանա։ Ես էլ մեր տունը անջան։ Այսինքն իմ ու քո տունը։ Դե չէ, բոլորիս տունը։ Մաման, պապան, քուրիկները։ Ոնց։ Սա ինչ անում այստեղ Արամիկ։ Չկաման, հանգիստ։ Մի գժվի։ Ինչ կարգում եք, ինչ ես բրդկովվել։ Ինչ է կատարվում։ Սա ինչ է, այսինքն ով է։ Մամա ջան։ Հա։ Անին է, հիմա բագակինն է, որ միշտ ասում է Անին, ինքն է Անին։ Անի ջան, մամա սա քո սկեսուր մայրիկն է լինելու։ Մոյիկա աթորբեր։ Ոտքերը սուլացան։ Ինչ հոտ եմ։ Հիմա ես կփռվեմ գետնին, կամ պատերին կծեպվեմ, ասեմ աթորբեր Մոնիկա։ Դե հանգիստ խոսա մամա, բախ ես վատացել։ Իսկ ավելի լավ ընդունելության չէինք կարա արժանանայինք ընտանիք։ Լիչնո ես ուրախ եմ ձեզ տեսնել, քաղցրիկս ես Արամիկի քույրիկն եմ, ավախ այսօր տորտ չեմ թխել, որ քեզ հյուրասիրեմ։ Դե որ տորտ չկա, ոչինչ, մենք չենք նեղվի, մենք սուրճի սեղանից էլ չենք հրաժարվի։ Հաջորդ անգամ էլ տորտ չի լինելու, ու առհասարակ տորտ չի լինելու, որովհետև նա էլ էս տուն ոտք չի դնելու Արամիկ։ Ավելի լավ կլինի մենք գնանք։ Չէ, ուր գնանք, կյանքս Կարմենն է էլի խոսում է։ Սա իմ տունն է։ Նես չի մենակ քո տունն է, իմ տունն էլ է, ու ես ում ուզեմ կբերեմ, այդ թվում նաև իմ սիրելի Անիին։ Ու դու մոռացար ինքը ինչ արեց իմ հանդեպ։ Մոռացար, որ ինձ ուզում էր բանտ գցել։ Կարիք կար հիշեցնելու, թե ինչ արեց իր հորս հետ։ Էս եկած չեկած, մեր տան մեջ արդեն ձայն ես բարձրացնում, հա, աղջիկ ջան։ Մամ ջան, ես այդ պահա չի էլի, ես վերահասկում եմ, պրոստը դուք ստիպեցինք։ Լավ, ընտանիք ջան, եկեք կռիվ չսարքենք, եկեք միացեք մեզ, գնանք նստենք սուրճ խմենք։ Իրանք չգիտեմ ոնց, ես սիրով կմիանամ, եկեք։ Դա ոճոն։ Համեցեք։ Ես Լևին քո դեմ չեմ տրամադրե։ Առավել ևս, ես իրան քո մոտ չեմ ուղարկե։ Դու իմ աչքի առաջ ես աղբորս իմ դեմ անել։ Ու Աստված գիտի թե աչքիցս հեռու, ոնց ես աղբորս իմ դեմ անել ու սարքել թշնամի։ Դու աղբորդ թշնամին ես, էդ չի հարցը։ Հարցը այն է, որ ես չգիտեի, որ Լևը քո մոտ է եկե, ու մի հատ է բազար սարքի, ես իմանայի չէի թողի։ Այդ աղա, էդ դու չես ասել աղբորս, որ իմ մարդիկ են հարցակվել քո վրա։ Հա? Դու ասես կարող հարցակվել քո վրա, որ ես այդ կապտացներ։ Կարաս հաստատես։ Տոնես չէ, որ ես քեզնից վախենում եմ։ Եթե ճանաչեի քո շաներից թեկուզ մեկին, հաստատ Լևի մոտ չէի գնալու։ Գալու էի մոտը դու հարցերդ լուծեի։ Ես եմ եկել։ Այդ ես։ Դիմացդ նստած եմ։ Խոսա։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Ինչի՞ չունես։ Խոսա, մեղադրի։ Ասա, որ ես եմ աղբորս դեմ մահափորձ արել։ Կարող է գիտես հոգեբանության ժամը։ Ինչ ես անջատված նայում։ Ասա դու կամ նիստը իջնեմ։ Ախ արդեն իջնելու կռիվ ես անում։ Բա քո կռիվը որն է։ Ոտներդ կջարդեմ, եթե շարունակես ինձ աղբորս թշնամացնել իրար հետ։ Ես կգտնեմ իրական թշնամուն։ Ու այդ ժամանակ աղբերս կիմանա, թե դու ով ես։ Թե ով եմ ես աղբերդ շատ լավ գիտի, բայց թե դու ով ես, էդ դեռ կիմանա։ Լսի այդ տղա, ուշադիր ինձ լսի։ Ես իմ աղբորը վերացնելու պատճառ չունեմ։ Եթե վերացնելու պատճառ ունեմ, քեզ վերացնելու պատճառ ունեմ։ Որ չխանգարես իմ աղբորը շփմանը, ու աչք չդնես այն ժառանգությանը, որը իմն ու իմ ընտանիքինն էր համարվում։ Էդ էլի կարած ձերը համար ես, ես Լևի փողերի վրա աչք չունեմ։
Ես գտնելու եմ մեղավորին ու քեզ գցելու եմ լևի աչքից, քեզ սարքելու եմ չուլ։ Մեծ ցանկության դեպքում էլ կոմոդ չի ստացվի հետ։ Կտեսնենք։ Ես երդվել էի գալ քեզ մոտ, խոստացել էի հանգրվանել քո գրքում։